Ցեմենտի արտադրությունը սկսվում է կրաքարի արդյունահանմամբ։ Այս քարը ապագա շինանյութի հիմքն է։ Արդյունահանված ապարը առաքվում է ցեմենտի գործարան։ Այստեղից էլ սկսվում է դրա մշակման հաջորդ փուլը։ Արդյունահանված կրաքարը մտնում է ջարդիչ սարքավորում, որտեղ խոշոր կտորները վերածվում են մանրացված քարի, հետագա մշակման համար հարմար։ Մանրացնելուց հետո նյութը մտնում է հումքի աղաց, որտեղ այն կաղացվի փոշու այլ բաղադրիչների հետ խառնվելու համար։ Մանրացված քարը մանրացված է փոշու մեջ և խառնվում է կավի և ավազի հետ մինչև հարթ։ Պատրաստի հումքի խառնուրդը սնվում է նախատակացուցիչի մեջ, որտեղ սկսվում է վառարանում կրակելու պատրաստման գործընթացը։ Նախատակացուցիչում խառնուրդը աստիճանաբար տաքացնում են ստակ գազերով, որպեսզի այն պատրաստվի վառարանում կրակելու համար։ Նախնական տաքացումը հեշտացնում է խառնուրդի կրակը վառարանում, նվազեցնելով էներգիայի սպառումը և ապահովելով հավասարաչափ տաքացում։ Վառարանում խառնուրդը բարձր ջերմաստիճանում վերածվում է կլինկերի, որն ապահովում է ապագա ցեմենտի ամրությունը։ Տաք կլինկերը դուրս է գալիս վառարանից և պատրաստվում է սառչելու, որն ավարտում է կրակման գործընթացը։ Տաք կլինկերը սառչում են մինչև անվտանգ ջերմաստիճան այն պահեստավորման և հետագա մանրացման համար պատրաստելու համար։ Սառեցված կլինկերն ուղարկվում է պահեստ, որտեղ այն կսպասի մանրացմանը ցեմենտի արտադրության համար։ Կլինկերը պահվում է պահեստում մինչև մանրացումը, որպեսզի պահպանի իր որակը և պատրաստակամությունը ցեմենտի արտադրության համար։ Կլինկերի պահպանումը ապահովում է որակի կայունություն նախքան մանրացնելը, որը այն կվերածի ցեմենտի։ Կլինկերը մանրացնում են ջրաղացներում, վերածելով ցեմենտի փոշու պատրաստ փաթեթավորման և օգտագործման։ Ծեծից հետո ցեմենտը խառնվում է հավելումների հետ, հատկությունները կարգավորելու համար, որից հետո այն պատրաստ է պահեստավորման և փաթեթավորման։ Պատրաստի ցեմենտը փաթեթավորվում է տոպրակների մեջ, որպեսզի այն հարմար լինի տեղափոխել և օգտագործել շինհրապարակներում։
Նախափաթեթավորված ցեմենտը պատրաստ է սպառողներին ուղարկելու, պահպանելով որակը եւ օգտագործման հարմարավետությունը։